ավարայրի ճակատամարտը իրականում այսօրվա կոդերի հիմնական բանալին է։ Ես խորհուրդ կտամ բոլոր այն մարդկանց, որոնք ուզում են շատ լավ հասկանալ այս իրողությունը, ոչ թե Facebook-յան գրառումներ կարդալ այս օրերին, շատ կարևոր է այս օրերին այդ վերընթերցել Եղիշեի, ոչ թե Տերնիկ Դեմիրճյանի վեպը, այլ կոնկրետ Եղիշեի, Վասեն Վարդանա եւ հայոց պատերազմի այդ պատմական ստեղծագործությունը կարդալ ու համեմատել այսօրվա հետ։ Այնտեղ լրիվ նույնականն է ու դավաճանության հոգեբանությունը շատ կարևոր է։ Հուդան ինչու դավաճանեց, այսը շատ կարևոր թեմա է։ Մի օր կարելի է երկար էքսպերտ կանենք, ես արդեն մտածել եմ։ Խոսել Հուդայի դավաճանությունը ունի շատ հետաքրքիր հիմքեր։ Հուդայի դավաճանությունը շատ տրամաբանված արարք էր։ Երբ որ մենք կարդում ենք Ավետարանին, ամենասկզբից մենք հասկանում ենք, որ Հուդան դավաճանելու է։ Հուդայի դավաճանությունը սկսվում է դեռ շատ առաջ, երբ որ ինքը ասում է ախր այդ թանկարժեք յուղը ինչի քսեցինք ով ոտերի վրա, ծախենք տային կաղքատներին։